Սիրելի ժողովուրդ, 5 տարի առաջ էր, երբ հենց այս հրապարակում կրկին քաղաքացիական պայմանագիրը անցկացնում էր իր հանրահավաքը։ Հիշում եմ այդ օրը կամ դրան նախորդող օրը Ռոբերտ Քոչարյանը վարչապետին հրավիրել էր դուելի, մենամարտի։ Եվ հիշում եմ, որ վարչապետը հենց այստեղից, այս հրապարակից, բեմը կարծեմ այն կողմում էր, կամ այն կողմում էր, ասաց շատ լավ, ընդունում եմ դուելի հրավերը և առաջարկում եմ զենքը իմ խոսքն է, և ես քեզ կսատկացնեմ։ Իհարկե Քոչարյանը չընդունեց մարտահրավերը, բայց ես նաև չեմ կարող չասել կամ չեմ կարող ասել, որ վարչապետը իր ասածը չարեց, որովհետև անցավ մի քանի տարի և հրապարակվեց ձայնագրություն, որտեղ Քոչարյանի ձայնի նման ձայնով մեկը ռուսերենով իր տերերին ասում էր, լավ էլի մի բան արեք դուրս գամ էսի վիճակից, այսպես ապրել հնարավոր չէ։ Վատ լուր ունեմ Քոչարյանի համար, նրա կյանքը դառնալու է էլ ավելի դժվար։ Սիրելի ժողովուրդ, նորից ընտրություններ են և ըստ երևույթին դուք պետք է ընտրեք երկու կուսակցությունների միջև։ Մի կողմում այն կուսակցությունն է, որը 10,000 դրամով բարձրացրել է թոշակները, 65 բոլոր մարդկանց համար ապահովել է անվճար բուժօգնություն, համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրմամբ և որը ամենակարևորը հաստատել է խաղաղություն։ Մյուս կողմում այն կուսակցությունն է, որի դատախազությունը պահանջում է բռնագանձել 200 միլիոն դոլարի համարժեք դրամական միջոցներ և գույք, և նա մուծվելու է դա բյուջե մինչև վերջին կոպեկը։